Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Հրավիրում եմ բոլոր ֆուտբոլասերներին Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում Afeli Winter Cup-ի երկրորդ տուրի Ատլետիկո Երևան Արարատ հանդիպումը ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են եկել խաղադաշտ, քիչ անց վարքյաններ անց կմեկնարկի հանդիպումը, կլսվի մրցավար Մանուկ Մուրադյանի մեկնարկային սուլիչը։ Հայո ամեն ինչ պատրաստ է բարեկամներ խաղի մեկնարկի համար, թիմերը խաղին մոտեցել են մարտական կազմերով, մոտեցել են բարձր տրամադրությամբ, մարտական տրամադրվածությամբ եւ այսօր կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի այսօրվա ֆուտբոլային երեկոն ավարտեն հաղթական նոտաներով։ Եվս մի քանի վայրկյան եւ կմեկնարկի հանդիպումը։ Խաղը սկսված է Ատլետիկո Արարատ գնդակով Արարատի ֆուտբոլիստերն են։ Այս պահին բարեկամներ անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո հետևենք խաղի ընթացքին։ Սկսենք Ատլետիկոից համար 4 Տաճատ Ներսիսյան, համար 6 Արման Ավդալյան, համար 8 Թովմաս Սարգսյան, համար 9 Գագիկ Ակուլյան, համար 11 Ռաֆայել Ազիզյան, համար 14 Հայկ Միրզոյան, Միրզոյանն էր գնդակով, համար 18 Աշոտ Գասպարյան, համար 20 Արտուր Խանդիլյան եւ համար 77 Վաղինակ Սարդարյան։ Արարատ համար 1 Վիրապ Կիրակոսյան, համար 2 Արմեն Խլղացյան, համար 3 Վրեժ Հարությունյան, համար 5 Սարգիս Գալստյան, համար 6 Դավիթ Դավթյան, համար 9 Սամսոն Հարությունյան, համար 11 Ռազմիկ Հակոբյան, համար 17 Հրաչ Օհանյան, համար 22 Նարեկ Ղարիբյան, համար 66 Սմբատ Դավթյան եւ համար 77 Արմեն Բունյատյան։ Գնդակով Ատլետիկոյի ֆուտբոլիստերն են։ Վտանգավոր կարող է ստացվել, փոխանցում, հարված, փակում են հարվածի ճանապարհը, բայց գրոհ շարունակվում է։ Ատլետիկոն է գնդակով։ Անաճոխ փոխանցում էր Արարատի ֆուտբոլիստը։ Վերցնում է գնդակ, այս առաջին տուրում Արարատը 0-4 հաշվով պարտվել է Մանչեսթեր Յունայթեդին, իսկ Ատլետիկոն 4-5 հաշվով հաղթել է Ինտերին։ Եվ այսօր Արարատի ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ, որպեսզի վաստակեն իրենց առաջին միավորները ձմեռային գավաթում, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, հարված եւ բավականին բարձր ընթանում հարվածը։ Խաղի երրորդ րոպեն է, բավականին ակտիվ են սկսել հանդիպումը Ատլետիկոյի ֆուտբոլիստները, Արարատը դեռևս պաշտպանվում է։ Ղարիբյան փոխանցում Ձախ Եզար, Ճասավ գնդակին խաղանկերը, Ատլետիկոն փորձում է ձեռնարկել իր հերթական գրոհը այսօրվա խաղում, չեն շտապում, կարճ փոխանցումներով փորձում են շարժվել առաջ։ Ինչպեսի անհաջող փոխանցում է կատարում Ատլետիկոյի ֆուտբոլիստը, հարված, թույլ չեն տալիս հարվածել Արարատի 22 համարին։ Կենտրոնով շարժում է առաջ Ատլետիկոյի ֆուտբոլիստը, փոխանցում Աչեզար, հրաշալի կոմբինացիա է, հարված, հրաշալի է խաղում դարպասապահը։
Այս Արարատի ֆուտբոլիստները հրաշալի կերպով են պաշտպանվում։ Խապս է տալիս փոխանցում։ Ուժեղեր փոխանցում է եւ այնտեղ ոչ ոք չէ սպասում այդ փոխանցմանը։ Արարատի հերթական գրոհը ձախողվում է եւ հերթը Ատլետիկոյին է գրոհելու։ Գնդակի կորուստ պարզ իրավիճակում, բայց կրկին գնդակը հայտնվում է Ատլետիկոյի մոտ։ Այո, դժվարին խաղում Ատլետիկոն առաջին տուրում հաղթեց Ինտերին։ Ինչ վերաբերվում է Արարատին, ապա առաջին տուրում կրած պարտությունից հետո Արարատը կարծում եմ հարված եւ դարպասաձողն է փրկում հիմա Արարատին։ Առաջին տուրում կրած պարտությունից հետո կարծում եմ Արարատի ֆուտբոլիստները չեն ընկճվել եւ նոր ուժով մոտեցել են այսօրվա խաղին եւ կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի հաղթանակ տանեն այսօրվա խաղում։ Վտանգավոր գրոհ կարող է ստացվել, խապս է տալիս։ Հարված եւ կրկին բարձր են տանում հարվածը։ Անդադար գրոհում են Ատլետիկոյի ֆուտբոլիստները, բայց դեռևս չունենք խփած գնդակներ։ Ատլետիկոն է գնդակով, կենտրոնով շարժում է առաջ։ Մի փոքր ընկավ խաղի տեմպը, բայց սա իհարկե ժամանակավոր բնույթ է կրում իհարկե։ Երկար փոխանցում առաջ, բայց Ատլետիկոյի ֆուտբոլիստը առաջինն է հասնում գնդակին եւ հիմա տեսնենք Արարատի գրոհը փոխանցում անհաջող է փոխանցումը։ Վտանգավոր գրոհ կարող է ստացվել այդ փոխանցումում։ Այո, դեռևս կարողանում են Արարատի ֆուտբոլիստները կազմաքանդել մրցակցի գրոհները։ Հրաշալի խաղում Ատլետիկոյի 20 համարը Արտուր Խանդիլյանը։ Ինը րոպե արդեն անցել է խաղի մեկնարկից, բարեկամներ, հաշիվը բացված չէ 0-0։ Ատլետիկո Երևան Հարարատ, սա Winter Cup-ի երկրորդ տուրի հանդիպում է։ Ուժեղ էր Խանդիլյանի փոխանցումը եւ հարված Արարատի դարպասից։ Նշեմ, որ Winter Cup-ի հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ էր ֆուտբոլիստների շրջանում։ Թիմերը անհամբերությամբ էին սպասում խաղի մրցաշարի մեկնարկին։ Արդեն ավարտվել է առաջին տուրը, ընթանում է երկրորդ տուրի հանդիպումները եւ հանդիպումների ընթացքը իհարկե ապացուցում է, որ թիմերը մարտական են տրամադրված այս մրցաշարին։ Խանդիլյան
Փոխանցում կենտրոն։ Վտանգավոր դրություն էր եւ դարպասապատ շատ հանգիստ վերցրեց գնդակը։ Եվ այն անմիջապես ուղարկում է առաջ, բայց անհաջող փոխանցում է Հայկ Միրզոյան, Գագիկ Ակուլյան ներողություն։ Հարված եւ գոլ։ Գոլ բարեկամներ, հաշիվը բացված է Ատլետիկոն։ Կարողանում է վերջապես գրավել մրցակցի դարպասը 1-0։ Թովմաս Սարգսյանը բացում է խաղի հաշիվը 1-0։ Գագիկ Ակուլյանի փոխանցումից հետո Սարգսյանը թնդանոթային հարվածով բացում է խաղի հաշիվը 1-0։ Կրկին Ատլետիկոն է գնդակով։ Խանդիլյան Այո, հաղթում է Ատլետիկոն եւ գրողում է կրկին Ատլետիկոն։ Փոխանցում Միրզոյան Պատասխան փոխանցումն անհաջող էր, սակայն գրող շարունակվում է Ակուլյան Կրկին Ակուլյան կենտրոնում ստանում է գնդակը Միրզոյան Փոխանցում ուժեղ էր փոխանցումը եւ պատասխան հարվածն բավականին անհաջող ստացվեց Հարված Արարատի դարպասից Հայկ Միրզոյան Տանկավոր Կարող է ստացվել Խուճապեր Պարզապես Արարատի տուգանային հրապարակում Հարիբյան Հետ փոխանցում դեպի դարպասապահը Հաշալի մարզավիճակում են գտնվում Ատլետիկոյի ֆուտբոլիստները Խանդիլյան Եվ տեսնենք Արարատի հերթական գրոհին զարգացում կստանա Ակուլյան տեղափոխվել է խաղադաշտի ձախ եզր Կորցրեց գնդակը Հայկ Միրզոյանը եւ հակագրոհ Արարատի ֆուտբոլիստների կողմից, որը պսակվում է անհաջողությամբ Խանդիլյան Փոխանցում կենտրոն Ինչպիսի հրաշալի համագործակցություն խաղադաշտում հարված փակում են հարվածի ճանապարհը Շարժվում է առաջ Արարատի ֆուտբոլիստը Հարվածում է դարպասին Դարպասապահը հասնում է հարված Եվ դարպասածողն է փրկում Ատլետիկոյին Առաջին ռեալ գոլային պահը Արարատի ֆուտբոլիստների կատարմամբ
Ճիշտ է գրում է Ատլետիկոն, բայց չեն շտապում Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Անդիլյան սլանում է առաջ Աչեզրով։ Տեսեք ինչպիսի վարպետորեն են խաղարկում գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստները հրաշալի կերպով հասկանում են միմյանց և կարողանում են շատ հանգիստ կարճ փոխանցումներով մտնել մրցակցի տուգանային հրապարակ հեշտությամբ իհարկե երկար փոխանցում առաջ, բայց Ատլետիկոյի ֆուտբոլիստները իրենց տեղում են և կենտրոնով հիմա ձեռնարկեն հերթական հակագրոհը Ակուլյան հարված և դարպասապահ վերցնում է գնդակը Չկա խաղի կանոնների խախտում, ցույց է տալիս մրցավարը հարված և հաշիվը դառնում է 2-0 Այո, հաշիվը դառնում է 2-0 Ատլետիկոյի կազմում, հաշիվը կրկնապատկում է Ռաֆայել Ազիզյանը համար 11 Թանկավոր գրոհ է, փոխանցում պետք է կատարել այստեղ, բայց վաստակում են անկյունային հարվածի իրավունք կրկին Ատլետիկոն է գնդակով հարված և բավականին բարձր ընթացավ Խանդիլյանի հարվածը հրաշալի կերպով կասեցրեց գնդակը Արարատի ֆուտբոլիստը Փորձեց շրջանցել, բայց գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից և Ատլետիկոյի ֆուտբոլիստները եզրից կնետեն գնդակը Փոխանցում Տեսեք ինչպիսի հրաշալի փոխանցումներով Ատլետիկոյի ֆուտբոլիստները շարժում են առաջ Եղեցեք փոխանցում հեռացնում է դարպասապահը, բայց գրոհ շարունակում է Ատլետիկոյի տեսնենք Զախեզրով Եվս մեկ փոխանցում, բայց սա ավելի շատ նման էր հարվածի, որն էլ իր հերթին անհաջող էր։ Անդիլյան Հարված հրաշալի խաղում դարպասապահը Բայց գրոհ շարունակում է Ատլետիկոյի Արարատը խլում է գնդակը, բայց պատասխան հակագրոհը անհաջող էր Գրոհի ուղղությունը տեղափոխում են Աչեզր դեպի Արտուր Խանդիլյանը Հրաշալի է խաղում Խանդիլյան հարված
Եվ անկյունային։ Խարկում են անկյունայինը։ Փոխանցում։ Եվ ինչ է անում դարպասապահը։ 3-0 բարեկամներ, գնդակը երրորդ անգամ է հայտնվում դարպասում։ Հայո Արարտ այսօրվա խաղում երրորդ անգամ է խաղը վերսկսում դաշտի կենտրոնից։ Հարված եւ բարձր են տանում հարվածը։ Կրկին Ատլետիկոն է գնդակով, բայց անհաջող փոխանցում էր։ Առաջ դեպի Արտուր Խանդիլյանը, փոխանցում։ Անկյունային իրավունք են վաստակում Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Անկյունայինը իրացված է։ Հերթական անկյունայինը իրացնեն Ատլետիկոյի խաղացողները։ Փոխանցում։ Հեռացված է, բայց գրող շարունակվում է, հարված։ Չստացվեց։ Հարվածը եւ դարպասապահը շատ հանգիստ վերցրեց այն եւ անմիջապես ուղարկում է դեպի խաղանկերը։ Վերջինս էլ վարքյաներած կորցնում է գնդակը։ Հեռացնել է պետք սեփական տուգանայինի մատույցներից։ Հրաշալի փոխանցում, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Այո, Ատլետիկոն խաղում է այնպես, ինչպես ուզում է, խփում է այնքան, ինչքան ցանկանում է։ Փոխանցում։ Ատլետիկոյի երրորդ գոլի ժամանակ բավականին անհաջող խաղաց Պահատի դարպասապահը ձեռքերի միջից բաց թողեց գնդակը եւ հաշիվը դարձավ 3-0։ Խանդիլյան Միրզոյան, փոխանցում։ Խլում են գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Փոխանցում Միրզոյանը, փոխանցում է կատարում, բայց անհաշվի նկատ։ Փոխանցում էր եւ Արարատի հակակրող հադաշտի կենտրոնով խապս է տալիս։ Փոխանցում է Չեզար։ Հրաշալի գրով կարող է ստացվել, հարված եւ անկյունային։ Փոխանցում եւս մեկ անկյունային։
Ատլետիկոն ինչպես հրաշալի հարձակում է, այնպես էլ հոյակապ կերպով կարողանում է պաշտպանվել։ Ակուլյան Խանդիլյանը աչեցրում ստանում է գնդակը և շարժվում առաջ։ Խանցում է պետք կատարել։ Միրզոյան գրոշարունակվում է։ Խլում է գնդակը Արարատի ֆուտբոլիստը և սլանում առաջ։ Հարված։ Եվս մեկ հարված և բարձր է ընթանում, հարված է։ Վերջ բարեկամներ առաջին կեսը ավարտվում է, առաջին կեսից հետո Ատլետիկոն հաղթում է 3-0 հաշվով, այս պայն կարճատև դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի է ունենում Afeli Winter Cup-ի երկրորդ տուրի Ատլետիկո Երևան Արարատ հանդիպումը։ Արդեն սկսվել է երկրորդ խաղակեսը, առաջին կեսից հետո Ատլետիկոն 3-0 հաշվով հաղթում է Արարատին։ Հետաքրքիր, քիչ թե շատ հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք։ Ատլետիկոն հենց խաղի մեկնարկից տիրեց խաղային և տարածքային առավելությանը, ձեռնարկեց բազմաթիվ վտանգավոր դրություն է, ձեռնարկեց բազմաթիվ վտանգավոր գրողներ, որոնցից 3-ը հայտնվեց մրցակցի դարպասում։ Տեսնենք ինչ ընթացք ունենա երկրորդ կեսը բարեկամներ, գնդակով Արարատի ֆուտբոլիստներն են։ Խանցում առաջ։ Գեղեցիկ կերպով կասեցրեց գնդակը։ Վտանգավոր դրություն է։ Հարված, փակում է հարվածի ճանապարհ Ատլետիկոյի ֆուտբոլիստը և պատասխան արագ հակագրոհը Ակուլյան փոխանցում Ակուլյան հրաշալի է խաղում Արարատի դարպասապահը փրկելով դրությունը Հարված թույլ էր հարվածը և այս հարվածը Ատլետիկոյի դարպասապահի համար որևէ վտանգ չներկայացրեց։ Արարատի ֆուտբոլիստները ամեն ինչ անում են, փորձում են, գրոհում են, բայց դեռևս չի ստացվում Արարատի ֆուտբոլիստների մոտ գրավել մրցակցի դարպասը։ Ակուլյանը ստանում է գնդակը, դուրս է գալիս հարվածային դիրք և հարվածում դարպասին։ Հրաշալի խաղաց այս դրվագում, թե Ակուլյանը և թե Արարատի դարպասապահը վերջինս գեղեցիկ ցատկով գնդակը դուրս է բերում անկյունային։ Փոխանցում Չասա փոխանցումը Ասիատիրոջը Միրզոյան կորսում է գնդակ Հայկ Միրզոյանը և կորսում է նաև Արարատի ֆուտբոլիստը Ինչ է անում, ինչ է անում
Հրաշքով, պարզապես հրաշքով բարեկամներ գնդակը չհայտնվեց Հարատի դարպասում այ քեզ գրող Ընդամենը մի քանի սանտիմետրից չկարողացավ Ատլետիկոյի ֆուտբոլիստը գրավել մրցակցի դարպասը Հակուլյանի գեղեցիկ փոխանցումը ֆիքսենք Հայկ Միրզոյան Հրաշալի է խաղում Ատլետիկոյի ֆուտբոլիստը Եվ եզրային նետում Քնում են գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստը և Հակուլյանը սլանում է առաջ Հարված Հրաշալի էր Եվ գնդակը չորրորդ անգամ է հայտնվում Արարատի դարպասում Գագիկ Հակուլյան Գագիկ Հակուլյանը չորրորդ գնդակն է ուղարկում Արարատի դարպասը Եվ Արարատը հայտնվում է բավականին սանր իրավիճակում Այո, իրականում բավականին լավ տպավորություն են թողնում Ատլետիկոյի ֆուտբոլիստները Ոչ միայն այսօրվա խաղում, այլև առհասարակ այս թիմը բավականին ուժեղ կազմ ունի Փոխանցում առաջ Խառը պայքար Հարված Հրաշալի խաղաց Ատլետիկոյի դարպասապահը Եվ Խանդիլյանը շարժում է առաջ Հակուլյան փոխանցում Միրզոյան Չստացվեց փոխանցումը Հայկ Միրզոյան ստանում է գնդակը ձախ եզրում Խանդիլյան տեղափոխվել է խաղադաշտի կենտրոն Հարված Գրոչի ավարտվել Փոխանցում Հարված բարձր են տանում հարվածը Այո, Ատլետիկոն տանում է իր երկրորդ անոթ մեջ հաղթանակը չնայած դեռևս խաղը չի ավարտվել, բայց շատ դժվար կլինի Արարատին 4 գնդակ խփել Չստացվեց փոխանցումը Շատ են սխալ փոխանցումները Այնքանային արված իրավունք են վաստակել Ատլետիկոյի ֆուտբոլիստները Միրզոյան Եվ ինչ է կատարվում բարեկամներ Հարված և ֆանտաստիկ գոլի հեղինակ է դառնում Ատլետիկոյի 4 համարը Ատլետիկոյի 4 համարը
Տաճատ Ներսիսյանն է 5-0 Չնայում 5-0 պետք է իհարկե նշենք նաև գոլի նախորդող դրվագը, երբ երկու անընդմեջ հարվածներից հետո հրաշքով գնդակը չայթվեց Արարատի դարպասում եւ հերթը հասավ արդեն Տաճատ Ներսիսյանի, որն էլ թնդանոթային հարվածով ստիպեց մրցակցին 5-րդ անգամ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից Արարատը գնդակով բայց կորսում են գնդակը փոխանցում չասա փոխանցում հասցեատիրոջը բայց խլում են գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստները չկա խախտում ցույց է տալիս մրցավարը ամեն ինչ մաքուր էր շրջանցել և եզրային նետում Հինգ 0 Ատլետիկոն ջախջախում է Արարատին և ձեռնարկում իր հերթական գրոհը հրաշալի է խաղում փոխանցում հարված հրաշալի խաղաց Գագիկ Ակուլյանը, բայց վերջնական հարվածը շեղ էր Հեռու տարածությունից փորձեց գրավել մրցակցի դարպասը հարվածը շեղ էր Հարված շեղ էր Փոփոխություն Ատլետիկոյի կազմում Ակուլյանը նետում է խաղադաշտը Խանդիլյան հրաշալի Խանդիլյանը, բայց վերջնական վճռորոշ փոխանցումն անհաջող էր Ես վստահում եմ դու խաղը ինել եք բախում ես Կրկի Խանդիլյանն է ստանում գնդակը Միրզոյան, Խանդիլյան Կրոչի ավարտվեն Հրաշալի հնարավորություն է ստանում Արարատի ֆուտբոլիստները Հարված փակում է հարվածի ճանապարհը Ատլետիկոյի ֆուտբոլիստը Խանդիլյան Երեք ֆուտբոլիստերով շրջապակեցին Արտուր Խանդիլյանին և շատ հանգիստ խլեցին գնդակը Հանդիպան 39-րդ րոպեն է Ներսիսյան
Հարված և եզրային նետում։ Ատլետիկոն հաղթում է 5-0 հաշվով։ Հաղթում է առանց որևէ, ինչպես ասում են, ջանք գործադրելու, շատ հանգիստ կառուցում են իրենց գրողները Ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Խանդիլյանը ստանում է գնդակը։ Հրաշալի են խաղում, խլում են գնդակը։ Միրզոյան, հարված։ Շարունակում է։ Չկարողացան եզրափակել այս գրողը։ Երբ գնդակը հայտնվում է Արտուր Խանդելյանի մոտ, անմիջապես մրցակցի միանգամից 2-3 ֆուտբոլիստներ ակցիաների մեջ են առնում Ատլետիկոյի ֆուտբոլիստին և խլում գնդակը։ Միրզոյան խլում են գնդակը Հայկ Միրզոյանից, բայց Արատը նետվում է առաջ, զարգացնելու հակագրոհը, բայց անհաջող փորձ էր։ Խաղթես կանոնները Ատլետիկոյի 11 համարը։ Կարողանան գոնե հեղինակության գնդակ թփել Արարատի ֆուտբոլիստները։ Հեռու տարածությունից հարված և բարձր ընթանում հարվածը։ Արարատի հերթական գրոհը։ Հարված։ Այո, փորձում է Արարատի 22 համարը հեռու տարածությունից գրավել դարպասը, սա արդեն 4-րդ թե 5-րդ հարվածն էր հեռու տարածությունից, բայց դեռևս հարվածները իրենց մեջ որևէ վտանգ չեն ներկայացնում և Միրզոյան փոխանցում դեպի Արտուր Խանդիլյանը։ Հրաշալի է խաղում։ Հրաշքով գնդակը չհայտնվեց Արարատի դարպասում։ Նույնիսկ 5-0 հաշվի դեպքում Ատլետիկոն շարունակում է գրոհել։ Խանդիլյան Միրզոյան փոխանցում չկարողացավ խապստալ մրցակցին և կորցրեց գնդակը։ Հիմա Արարատը կփորձի ձեռնարկել հերթական գրոհը, տեսնենք ինչ զարգացում կստանա։ Հրաշալի կերպով շրջանցում է։ Ուժեղ էր փոխանցումը։
Անդելյան չստացվեց եզրափակել այս գրոհը Առասուն 4-րդ ռոպեն է հանդիպման 5-0 Ատլետիկո Արարատ Winter Cup-ի երկրորդ տուրի հանդիպումը հիմա տեսնենք Արարատի հակագրոհը բայց հասնելով գնդակին չի կարողանում պահել իր մոտ Միրզոյան Չասավ փոխանցումը խաղընկերոջը սակայն գնդակը մնում է Ատլետիկոյի մոտ և Հայկ Միրզոյանը հաշիվը դարձնում է 6-0 Եզրային նետում Ռաֆայել Ազիզյանի փոխանցումից հետո Հայկ Միրզոյանը 6-րդ գնդակն է ուղարկում մրցակցի դարպասը Ազիզյան Խլում են գնդակը Արարատի ֆուտբոլիստները սակայն պատասխան փոխանցումն անհաջող էր Հարիբյան, փոխանցում Հարված շեղեր Արտուր Խանդիլյան Հատեսեք իշպրսի վարպետությամբ են նրանք վարվում գնդակի հետ Քիչ ժամանակ է մնում խաղի ավարտին Ատլետիկոն 6-0 հաշվով հաղթում է Արարատին Հրաշալի կոմբինացիա Անդելյան Շատ լավ է խաղում Արարատի դարպասապահը բայց չկարողացավ խաղանկերը եզրափակել գրոհը Շատ հանգիստ խլում են գնդակը Հրաշալի սահանքով խլեց գնդակը, բայց գնդակը մնում է
Արարատի մոտ, բայց պատասխան հարվածը անհաջող էր։ Հարված։ Ընդակը մի փոքր շեղության դուրս եկավ դաշտի սահմաններից։ Խլում են գնդակը, Հազեջյան։ Վնասվածք է ստացել Արարատի ֆուտբոլիստը։ Oile koki kayni wachum en geht on hartsen komen. Die wachen hem in Mena, geh. Դուք մեխաղադաշտ է Արարատի ֆուտբոլիստը փոփոխություն։ Երկար փոխանցում առաջ։ Գրողությունը տեղափոխում են Զաքեզր, բայց Արարատի ֆուտբոլիստը խլում է գնդակը։ Խախտում են կանոնները Ատլետիկոյի ֆուտբոլիստը և Արարատը ստանում է Տուգանային հարվածի իրավունք։ Տեսնենք, հարված շեղեր, հրտական հարվածը չստացվեց Արարատի ֆուտբոլիստի, հեռու տարածությունից հարվածում է և հանդիպումը ավարտում է բարեկամներ, Ատլետիկոն 6-0 հաշվով հաղթում է Արարատին, տանում է իր երկրորդ անընդմեջ հաղթանակը, շնորհավորում եմ Ատլետիկոյի ֆուտբոլիստերին հրաշալի խաղի գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ և այսքանով բարեկամներ ավարտենք այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից, այն ձեզ համար մեկնաբանել Շավարժ Հարությունյանը, ցտեսություն։